Արարման վայրը Արարատի երկրում էր եւ դա էր կամքը Արարչի։ Ամեն ինչ սկսվեց Ց օրենից։ Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, շարունակում ենք ձեզ ներկայացնել կերակրատեսակներ, որոնք մենք անվանել ենք մեր պատմական հայրենիքի 15 նահանգների անուններով։ Եվ այսպես այսօր մենք պատրաստելու ենք ուտեստ գուգարք։ Օգտագործելու ենք ճագարի միս, լոլիկ, սոխ, տանձ, հոնի ու դոշաբից պատրաստելու ենք սոուս, համեմունքները աղ, պղպեղ, կարմիր պղպեղ, սև պղպեղ, մի քիչ ուրց կանենք ճագարին եւ կտապակենք գրիլ ապարատի վրա, բարեկամներ։ Սկսեցինք, նախապատրաստենք բոլոր մթերքները։ Ընդհանրապես խոհարարը հենց աշխատելու նախապատրաստական աշխատանքները պետք է սկսի մթերքների խոհարարական նախնական մշակմամբ։ Իսկ դրա մեջ մտնում է կտրատելը, իրար այսպես չափերով հավասարեցնելը, հարդարելը եւ այլն։ Ջերմային մշակման սարքավորման մոտ մենք պիտի ամբողջությամբ պատրաստ ներկայանանք, որպեսզի սկսենք արդեն ջերմային մշակման process-ը, գործընթացը, եւ այդ ընթացքում մենք երբեք պիտի չբացակայենք ջերմային մշակման սարքավորման մոտից։ Այսինքն մենք այդ տապակման կամ ինչ-որ ընտրել ենք, այդ process-ը մենք պիտի ուղղակի կողքը լինենք եւ մեր ջերմությամբ նպաստենք, որ լինի համեղ եւ շատ օգտակար։ Խոշորաղ, կարմիր սև պղպեղ, այս աղ, պղպեղ, կարմիր սև, այս ձևը կամ համեմելու այս եղանակը կարելի է համարել դասական, որովհետև համարյա թե բոլոր դեպքերում նախ եւ առաջ մենք դիմում ենք այս համեմունքներին, այս համեմունքների օգնությանը։ Եվ չեմ ուզում հիմա այլ համեր, տարբեր համեր օգտագործենք, հատկապես այն պատճառով, որ ճագարը պիտի տապակվի, տապակելու ընթացքում այնքան էլ հեշտ ու հարմար չի տարբեր համեր ներդնելը։ Վերջում մենք կարող ենք մի քիչ նաև ուրց կամ այլ չոր, ըստ ճաշակի իհարկե։ Եվ այդ ճաշակը բոլորիս մոտ համարյա թե նույնն է, որովհետև մենք համադրում ենք մսերը, ինչպիսի միս է սա, եթե մենք մտովի այսպես դասակարգենք համերը, ճագարը որ դասին է, կոշտ համ ունեցողների, նուրբ համ ունեցողների, միջանկյալ թե դեսերտային։ Իմ կարծիքով նուրբ համ ունեցողների, հետևաբար պիտի օգտագործենք նուրբ կանաչիներ։ Հիմա տեղափոխվենք գրիլ ապարատի մոտ եւ տապակենք։ Ինչպես ասում են, կերակրատեսակի հաջողությունը կախված է նախ եւ առաջ մթերքի որակից։ Եթե ճագարը մի քիչ տարիքով լինի, ապա նախորոք պետք է մարինացնել, իսկ մարինացնել հարկավոր է սպիտակ գինով կարելի է մարինացնել, կարելի է թթվասերի հետ, թթվասեր, սոխ եւ սպիտակ գինի։ Հիմնականում հատկապես C վիտամինն է, որ մկանային հյուսվածքները
նպաստում է, որ մկանային հյուսվածքները նրբանան եւ մեղմանան, փափկեն։ Բայց այս պահին մեր նախընտրած ճագարը այնքան էլ մեծ չէ, այնքան էլ տարիքով չէ, մենք արագ-արագ շրջելով վստահ եմ, որ կարող ենք հասցնել պատրաստի վիճակի։ Հիմա դնենք արդեն հորիզոնական ձևով։ Եվ այստեղ կարող ենք արդեն խավարտը տապակել, տանձ, սոխ եւ լոլիկ։ Նորից շրջենք։ Մի քիչ յուղ ավելացնենք, դիմենք նորից դիլի կատնամթերքի օգնությանը, նրանց արտադրանք հալած յուղին, քիչ քանակությամբ այսպես վրան ճագարի, մտովի պետք է հիմա պատրաստելու ընթացքում պատկերացնենք տանձի ու ճագարի համային այս համադրությունը։ Յուրաքանչյուր անգամ պատրաստողը պետք է իր մտքի մեջ արդեն պատկերացնի պատրաստի վիճակում կերակրատեսակը եւ համերը զգա։ Տանձերը նույնպես շրջենք։ Դե տանձին բնականաբար աղ չենք ավելացնի, ընդհակառակը կարող ենք մի քիչ նույնիսկ շաքարավազ ավելացնել, բայց սոխին շրջելուց հետո կհամընենք աղով եթե խավարտը մի քիչ ավելի արագ պատրաստվի, ոչ մի վտանգավոր բան չի ստացվի, դրանից վնաս չկա։ Ընդհանրապես միրգը տապակելու ժամանակ համարյա թե միշտ խորհուրդ է տրվում թեթև շաքարավազ եւ կանաչի, որը որ մեզ համար կլինի աղանդերային համային այդ կառուցվածքի մեջ։ Ես դա համարում եմ օրինակ նանան, Ընդհանրապես գրիլի վրա պատրաստող կերակրատեսակները շատ արագ են պատրաստվում եւ այս ընթացքը իհարկե տապակման process է, տապակման ջերմային մշակման եղանակ է նախընտրվում, բայց եթե մսակտորը նորից նրա որակին անդրադառնանք, տարիքով է եւ մի քիչ ավելի մկանային հյուսվածքները պինդ են, ապա առանց մարինացման, առանց մկանային հյուսվածքները թուլացնելու խորհուրդ չի տրվում։
որովհետև այն ամենանի տապակման ջերմային մշակման եղանակը կարելի ասել կոշտ եղանակ է եւ նա այսպես երկար, ինչքան ուզում ես երկար պահի, եթե դա մկանային հյուսվածքները պինդ են, ձիգ են, մանավանդ եթե այնպիսի մսակտոր է, որը ավելի շատ ջլային հյուսվածքներ ունի, ապա տապակել ընդհանրապես հնարավոր չի։ Մենք հատկապես այս խավարտի համայի նկատի ունենալով, տեսեք, ավելի վերևի այսպես թեկության դրեցինք միսը, որ մսից էլ ճարպը հալչի եւ գա դեպի խավարտը, փոխանցելով յուրահատուկ համային հատկանիշներ։ Սիրելի հետևորդներ, բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, ձեր կարծիքները հայտնեք այնտեղ այդ մեկնաբանության համար տրամադրված տեղը, ձեր մեկնաբանությունները, ձեր առաջարկները, ինչ ոճի, ինչ կերակրատեսակների, մենք կարող ենք ներկայացնել մեր մարզային խոհանոցները, կարող ենք ներկայացնել հայկական խոհանոցը ժամանակաշրջանի դարերի մեջ, կարող ենք ներկայացնել տոնատեսական կերակրատեսակները եւ իհարկե մեծ քանակի հեղինակային կերակրատեսակներ։ Ես կուզենայի, որ նաեւ դուք հուշեիք մեզ, թե ինչ որ մարդկանց, որ ոլորտի ներկայացուցիչների հետ կուզենաք, որ շփվեք, ես հյուր հրավիրեմ եւ մենք միասին պատրաստ ենք։ Այնպես որ եղեք ակտիվ եւ կունենաք լավ ինֆորմացիա։ Խավարտը արդեն պատրաստ է, հատկապես տանձը։ Ինչ է կատարվում սոուսի հետ, խտանում է։ Սոխը նույնպես արդեն պատրաստ է։ Կարող ենք մի քիչ տաք ցկել։ Շատ կուզենայի նաև փոխանցել ձեզ ինֆորմացիա տարբեր մսատեսակների մարսողականության, նրանց յուրացման հետ կապված։ Ուրեմն տեսեք, յուրաքանչյուր մսատեսակի ճարպ ունի հալչելու տարբեր ջերմաստիճան եւ հենց դրանից է կախված այս կամ այն մսատեսակի դյուրամարս լինելը։ Օրինակ, ձուկը շատ դյուրամարս է, ինչու է դյուրամարս, որովհետեւ նրա ճարպը 20-22 աստիճանում սկսում է հալչել։ Ճագարը եւ թռչնամիսը հետևում են, հաջորդն են ձկից հետո, որովհետև նրանց ճարպը սկսում է հալչել 27-29 աստիճանում։ Եվ օգտակարության մասին խոսելիս նախ եւ առաջ պիտի հաշվի առնել հենց այս հանգամանքը։ Յուրացվում է, մարսվում է, դյուրամարս է այս կամ այն մսատեսակը, թե ոչ։ Իհարկե վիտամինների առումով, իհարկե այլ սպիտակուցների առումով, այլ սննդային արժեքների առումով ճագարը շատ արժեքավոր մսատեսակ է։ Որակական հատկանիշներով համարյա թե թռչնամսի որակին է, իրար նմանվում են։ Բայց նախ եւ առաջ հաշվի է առնվում նրա դյուրամարս լինելը, այն ինչ ես նշեցի, որը կապված է նրա ճարպի հալչելու ջերմաստիճանի հետ։ Իսկ գուգարք ինչու հենց ընտրեցինք ճագար, որովհետև գուգարքի կամ հիմա ներկա Հայաստանի Լորվա մարզի բնորոշ կերակրատեսակներում շատ ու շատ է ճագարից կամ վայրի նապաստակից կերակրատեսակներ, այսինքն սա կարծես թե ավանդույթ դարձած մի երևույթ է, դրա համար ես այս կերակրատեսակը նախընտրեցի պատրաստել ճագարով։
Երբ որ մենք դժվարանում ենք, արդեն տեսնում ենք, որ մի քիչ ավելի բարձր է ջերմաստիճանը եւ եփման այդ process-ը դանդաղում է, ապա արագ-արագ պիտի շուռ տանք, արագ-արագ պիտի պատտենք եւ կրակը մեր կառավարության տակ է ջերմաստիճանը, մեր հսկողության, մենք պիտի մի քիչ իջեցնենք եւ կարողանանք ժամանակը ձգենք, որպեսզի պատրաստվի։ Այս ընթացքում մենք հաջորդ մթերքը պիտի տապակենք խավարտի, որը լոլիկն է։ Սոուսն էլ արդեն համարյա պատրաստվում է։ Սոուսը վերջում մենք պիտի համեմենք աղով, մի քիչ նանայով վերջում եւ իհարկե մի քիչ ձեթ, սառը ճզման ձեթ, բնականաբար եթե ձեթ, ապա անպայման Pietro Coricelli, այս ընկերությունը ձեթի արտադրության մեջ շատ հմտացած եւ ընդհանրապես Եվրոպայում շատ հայտնի ձեթ արտադրող ընկերություն է եւ այս ընկերության ներկայացուցիչը Հայաստանում Alpha Food Service ընկերությունն է։ Մինչ միսը կպատրաստվի, մենք խավարտը տեղադրենք։ Եվ այսպես բարձիկ պատրաստենք խավարտից։ Սա էլ մեր ճագարի սեղիքը։ Արդեն սոուսն էլ է պատրաստ։ Մնում է մի քիչ ձեթ ավելացնենք, իսկ ձեթ մենք ավելացնելու ենք Pietro Coricelli ընկերության արտադրած զեյթունի ձեթ մի քիչ։ Խառնենք։ Ցուզենք։ Եվ իհարկե կանաչ մի քիչ։ Այսպես։ Մի քիչ կարմիր պղպեղով օծենք մատուցարանը։ Կերակրատեսակը պետք է լինի գրավիչ։ Նախ եւ առաջ, այնուհետև օգտակար եւ բնականաբար համեղ, սա ճաշակողի տեսանկյունից, որտեղ ճաշակողը նախ եւ առաջ տեսնում է, պիտի գրավվի, գրավիչը լինի։ Բայց պատրաստողի համար առաջնայինը համն է, երկրորդը համադրելի օգտակար նյութերը, մթերքները եւ երրորդը արդեն
տեսքը։ Բարեկամներ, ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել այն մարդկանց, այն ընկերություններին, ում շնորհիվ այս հաղորդաշարը գոյություն ունի։ Մեր հովանավորն է Դիլի կաթնամթերքի ընկերությունը, որը արտադրում է շատ բարձրորակ կաթնամթերք, անարատ կաթից է, առանց հավելումների։ Մեր հովանավորն է Լուսարև ընկերությունը իր հիանալի գինիների տեսականիով, ինչպես ասում են, արևի լույսից ծնված գինիներ, փորձեք եւ կհամոզվեք։ Մեր հովանավորն է Alpha Food Service ընկերությունը, որը հանդիսանում է միակ ներկայացուցիչը մի հզոր ընկերության, որը կոչվում է Pietro Coricelli։ Այս ընկերությունը Եվրոպայում շատ հայտնի ձեթ արտադրող ընկերություն է եւ արտադրում է տարբեր տեսակի ձեթեր՝ արևածաղկի, քունջութի, կանեփի, զեյթունի, բարեկամներ արտադրում են նաեւ կոկոսի յուղ, քացախ, լոլիկի հյութեր, այնպես որ շատ հարուստ տեսականի ունի եւ շատ որակյալ արտադրանք, փորձեք եւ կհամոզվեք։ Սիրելի բարեկամներ, այս կերակրատեսակը, ինչպես նաեւ այն մնացյալ կերակրատեսակները, որ մենք ձեզ ցուցադրելու ենք եւ պատրաստելու ենք, ճաշակելու համար հարկավոր է այցելել Մեգերյան կարպետ ընկերություն։ Իսկ եթե ուզում եք նաև պատրաստման ձևը, եղանակը սովորել, ապա պիտի անպայման դիմեք Սեդրակ Մամունյան խոհարարական ստուդիա։ Կերակրատեսակը հարկավոր է մատուցել 65-ից 70 աստիճան ջերմությամբ, կարմիր անապակ գինով։ Ինչու կարմիր։ Ընդունված է սպիտակ միսը մատուցել սպիտակ գինով, կարմիր միսը կարմիր գինով եւ ճագարը այս պահին սպիտակ է համարվում միսը։ Բայց բարեկամներ, համային այդ հատկանիշը, որի արդյունքում առաջարկում է այս կամ այն գինին, վերցնում են մատուցվող կերակրատեսակի սոուսից։ Իսկ սոուսը մեր այսօր եւ կարմիր է եւ նրան համահունչ է կարմիր, միգուցե մի քիչ կիսաքաղցր կամ կիսաչոր գինի, իսկ եթե գինի բնականաբար Լուսարև ընկերության գինի պիտի լինի։ Այսքանն ենք պատրաստել ձեզ համար։ Ուզում եմ, որ լինեք առողջ ու երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք։ Ցտեսություն։